Ողջունում եմ ձեզ Եվրոմեդիա 24-ի եթերում, սիրելի հետևորդներ, այսօր կրկին կխոսենք մեր երկրում տիրող իրավիճակի մասին, վերջին օրությունների մասին եւ կքննարկենք այս ամենը Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, որ եկաք, ժամանակ գտաք։ Վերջի մի քանի օրը շատ զբաղված էիք, Հայաստանում լուրջ ֆորում էիք անցկացնում, կլոր սեղան, որտեղ մասնակցում էին մոտ 7 երկրից, եթե չեմ սխալվում, հյուրեր, ես ինքս ներկա եմ գտնվել, տեսա ինչ մակարդակի, ինչ լուրջ քննարկումներ էին ընթանում եվրասիական ինտեգրացիայի հետ կապված։ Կուզեի, որ առաջի բանով մի քիչ ներկայացնեիք, ինչ եք կազմակերպել, ինչ ֆորմատ էր եւ ինչ իրականում այդ կլոր սեղանները ինչ են տալիս մեզ։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Երկրորդը, ինչ վերաբերում է ձեր հարցին։ Այո, կազմակերպվեց շատ լուրջ մակարդակով, փորձագիտական շատ բարձր մակարդակով կլոր սեղան։ Դուք մասնակցեցիք եւ ունեցաք շատ շնորհակալ եմ նաեւ ձեր ելույթի համար, ձեր կարծիքի համար։ Փորձագիտական մակարդակով այսպիսի կլոր սեղան վաղուց Հայաստանում չի եղել։ Եվ հարցը հետևյալն էր, արդյոք ինչպես պետք է զարգանա Հայաստանը, արդյոք ԵԱՏՄ-ի ֆորմատը Հայաստանի տնտեսության համար դա է օգտակար, թե Եվրամիության դեպի Եվրամիություն ճանապարհը եւ ուրեմն ինչ կտա ԵԱՏՄ-ում եվրասիական ֆորմատով զարգացումը, ինչ կկորցնենք, եթե այդտեղից դուրս գանք եւ փոխենք մեր ուրեմն կողմնորոշումը դեպի Եվրամիություն, ինչպես մի շարք պետական գործիչներ այսօր տրամադրված են անել։ Եվ փորձագետները թվերով, փաստերով, վերլուծական շատ լուրջ գիտական մոտեցումով ներկայացրեցին իրավիճակը, որ եթե մեկը համ մյուսը հնարավոր չէ, այսինքն դա պետք է հասկանալ եւ դա բոլորն են հասկանում, որ միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ-ի անդամ, եւ ԵՄ-ի անդամ դա հնարավոր չէ։ Ինչպես նաեւ Թրամփի այդ միջանցքը, որ կա, կամ Զանգեզուրի միջանցքը, Թրամփի միջանցքը, ոնց ուզում ես անվանի, էությունը այն է, որ ասենք երկու թուրքական հատվածներ միանում են Հայաստանի տարածքով։ Դա էլ ուրեմն չի կարող գործել ԵԱՏՄ-ի օրենքներից դուրս, որովհետև դա ԵԱՏՄ-ի սահմանի հատում է։ Եվ ուրեմն ստացվում է, որ եթե մենք հանկարծ դուրս գանք ԵԱՏՄ-ից, մենք կկորցնենք մեր բյուջեի մոտավորապես 60%-ը, մենք կկորցնենք մեր արտագնա աշխատանքից եկող գումարների 30%-ը, մենք կկորցնենք տնտեսական զարգացման մոտավորապես 40% եւ այլ։ Այսինքն դա կլինի կատաստրոֆա Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի աշխատուժի համար, Հայաստանի բնակչության համար եւ ուրեմն հիմա չմանրանանք թե որ հատվածով ինչքան, մենակ ասեմ, որ գազը մենք ստանում ենք աշխարհում երկրորդ ամենաէժան տարբերակով, ամենաէժանը Ռուսաստանից գազը ստանում է, ոչ միայն Ռուսաստանից, ընդհանրապես աշխարհում Բելարուսը, երկրորդ տեղում մենք ենք։ Եթե հանգարց Աստված չտա ուրեմն այդ ԵԱՏՄ-ի կառույցը փլուզվի, հասկանալի է, որ մուլտիպլեքս էֆեկտով մենք սկսենք կորցնել ամեն ինչ եւ ուրեմն առանց էտել մեր ժողովրդի մի մասը լքում է Հայաստանը, առանց էտել արտագաղթը չի դադարում, մի բան էլ ուժեղանում է, մի բան էլ ուրեմն թափ է առնում եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն եթե հիմա է այդպես, ապա եթե հանգարց ԵԱՏՄ-ից էլ Հայաստանը դուրս գա եւ ոչ մի տեղ չի մտնի, որտեղ Եվրամիությունը ոչ մեզ հրավիրում է, ոչ մեզ տեսնում է այդտեղ։ Դե այդ հրավերի հետ կապված շատ հետաքրքիր կարծիքներ կան, շատ անգամ բանավեճերի քննարկումների ժամանակ մարդիկ ասում են, գիտեք, մենք պետք է երջանիկ լինենք, որ հերթ կանգնենք այն պետությունների հետ միասին, ովքեր ձգտում են դառնալ Եվրոմիության անդամ, եւ այն մարդիկ, ովքեր տենց ներկայացնում են, բան գովում են այդ ամեն ինչը, մի պահ ոնց որ չեն կարողանում ընկալել, որ ընդեղից դուրս գալուց հետո դու մի անգամից ընդեղ չես մտնում։
ու որևէ մեկը հոդաբաշ մի նախադասությամբ չի կարողանում ապացուցել, որ այդ հատվածը ժամանակահատվածը, որը կարա տևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ, եւ եթե ոչ հավերժություն, ես չգիտեմ, ինչ է լինելու Հայաստանի հետ։ Այսինքն իրենք հերիք չի չեն առաջարկում ինչ-որ մի բան, ասում են չէ, այն վատն է, եկեք այդ դուրս գանք, գնանք ընդե, բայց ընդե չեն ընդունում ու այդ միջանկյալ ժամանակահատվածում թե ինչ կլինի մեր երկրի ու ժողովրդի հետ, ոչ մեկ չի ուզում այդ հարցերի պատասխանը տա։ Հայաստանը կդառնա Թուրքիայի մի մասը, վիլայեթ, Էրմենիստան վիլայեթը, եւ կդառնա թուրքերով բնակեցված տարածք, որտեղ հայերը 50 տարի հետո կլինեն ազգային փոքրամասնություն։ Բնական է, այսինքն Հայաստան որպես քաղաքական միավոր այլևս պարզապես գոյություն չի ունենա, կոչնչանա Հայաստանի Հանրապետությունը որպես հայերի պետություն, թեև այսօր էլ արդեն կամաց ոնց որ դա հայկական պետություն չի, ելնելով նրանից, որ դժվար է պատկերացնել, որ հայկական պետությունում, ասենք հայկական եկեղեցին է ճնշվում կամ մենք հայկական պետությունում հնարավոր է ժխտել ցեղասպանությունը կամ կասկածի տակ դնել եւ այլն, դա մի շարք փաստերով կարելի է շարունակել, բայց դա ակնհայտ է, որ Հայաստանի ոչ տնտեսությունը, ոչ ինքնիշխանության տարբեր ուրեմն ուղղություններ, քաղաքական ինքնիշխանություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական եւ այլ ինքնիշխանության բաղադրիչները իհարկե չեն պահպանվելու եւ ուրեմն Հայաստանը այդ դեպքում հերթել չի կանգնի, որտեղ մեզ այնտեղ չեն հրավիրում, որ մենք հերթ կանգնենք։ Այնտեղ հերթ է կանգնել Թուրքիան 50 տարուց ավել, հերթ է կանգնել Վրաստանը, չգիտեմ, 20 տարուց ավել, հերթ է կանգնել Ուկրաինան 15 տարուց ավել, բայց Հայաստանը սկի հերթի մեջ էլ չի։ Դեմա ուզում է հերթ կանգնի։ Իրան չեն հրավիրում, որ հերթ կանգնի։ Նրանց գոնե ինչ որ ձևով հրավիրել են, ասել են եկեք հերթ կանգնեք, տեսնենք երբ եք ձեզ լավ պահելու, ձեզ ընդունենք կամ չընդունենք։ Հիմա մեզ ոչ հրավիրում են, ոչ էլ տեսնում են այդտեղ եւ այլն, այսինքն այո, դա ուրեմն այն օտար ազդեցության գործակալներն են, ովքեր պատրաստ են զոհաբերել Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր առումներով, որպեսզի ուրեմն բավարարեն իրենց տերերի պահանջը կամ հանձնարարությունը։ Բայց նայեք, մյուս կողմն էլ մեղադրում է այն մարդկանց, ովքեր որ խոսում են, հա, այս process-ի ոչ թե դեմ, այլ օբյեկտիվության մասին, որովհետև իհարկե մենք Եվրոպայի հետ ունենք կապեր եւ առևտրային եւ տուրիզմ եւ նաեւ մենք ունենք հսկայական սփյուռք եւ որևէ մեկը adekvat որևէ մի մարդ, ինչպես չի կարող ասել, որ մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանից, այդպես է չի կարող ասել, որ մենք Եվրոպայի հետ պետք է դառնանք, չգիտեմ, բանով փակված ինչ-որ մի հատ տարածք։ Սա բոլորս հասկանում ենք, բայց այդ մարդիկ ինչ են ասում, ասում են Հայաստանը դառնում է ուզում են դարձնեն Ռուսաստանի գուբերնիա։ Օրինակ, այս խոսույթը, այս թեման ընդհանրապես ոնց է կարծում, սա ներքին աղբյուրներն են ծնել այս թեմաները գցել քարոզչական ասպարեզ, թե սա իրոք էլի կրկին գալիս է ինչ-որ տեղերից, որի խնդիրը այդ ձեր ասած այդ տարածքի երկու թուրքական պետությունների, հա, մեջտեղում տարածքի, ասենց ասեմ, օկուպացիա չեմ ուզում ասել, բայց ազդեցության մեծացումն է այդ տարածքում։ Տեսեք, դա ամեն օր լսում ենք, չէ՞, հա, դուք ուզում եք ռուսական գուբերնիա դառնալ։ Տեսեք, Ալիևը արդեն հայտարարել է, որ Սևան չի, չգիտեմ ինչա, եւ ուրեմն Սյունիքն էլ ուրեմն Սյունիք չի, այլ Զանգեզուրի միջանցք է իրանց համար եւ այլ եւ այլ։ Հասկանալի է, որ Թուրքիան եւ իր ուրեմն ենթակա Ադրբեջանը, որը իդեպ արդեն բավականին այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն նույնիսկ դերակատար համարվել տարածաշրջանում, նրանք ունեն խնդիրներ, այդ խնդիրների մեջ օրինակ Սևանի ջրի խմելու ջրի պաշարի գրավումն է, հա,
դա իրենց նոր խնդիրը չէ, դա այդ խնդիրը կար 100 տարի առաջ, երբ որ ստեղծում էր Հայաստանի Հանրապետությունը եւ հիմա էլ այդ խնդիրը կա, նրանք ուզում են այդ Սևանի ջուրը, որը հսկայական թանկ պաշար է մեր համար, իհարկե ուզում են տիրանալ դրան։ Իրանք ուզում են տիրանալ Սյունիքի այդ հատվածին ամբողջ Սյունիքը եւ անգամ Վայոց ձորը դիտարկելով որպես միջանցք, որը որ խանգարում է իրենց եւ իրենք դա պետք է ուրեմն վերացնեն։ Հասկանալի է, որ նրանք պետք է ով է խանգարում։ Այսօր խանգարում է միայն Ռուսաստանը։ Իրանը ավելի շատ չեզոք դիրք է գրավել եւ անգամ եթե ուզենա էլ չի կարող որևէ բանով խառնվել, Իրանը էլ իր մասին պետք է մտածի, իր դարդը այսպես ասած լացի, հա։ Արևմուտքը դուք տեսնում եք, որ ընդհանրապես նպաստեց Եվրամիությունը նպաստեց, որպեսզի Արցախը Նիկոլը ճանաչի Ադրբեջանի մաս, հա, եւ իրանք կանչեցին Պրահա, իրանք կանչեցին ուրեմն Եվրամիության ստրուկտուրաներում, դա տեղի ունեցավ։ Թրամփը ուզում է ինքը տիրանալ Միչանսկին Միացյալ Նահանգների ենթակայության վերահսկողության տակ դնել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ միակ ուժը, որը որ ի վիճակի է պահպանել Հայաստանի գոնե այս մնացած ինքնիշխանությունը, դա Ռուսաստանն է։ Եթե դա էլ չլինի, Թուրքիան այստեղ 2 րոպեվա մեջ բոլոր հարցերը կլուծի եւ կվերցնի Իրանի այն ինչ որ իրեն պետք է։ Ինչ էլ պետք չի, այսինքն այն քարերը, չոլերը եւ այլն, որտեղ բնակության համար դժվար կամ որևէ օգտակար հանածո այդ պահին չկա եւ այլն, դա էլ կարող է թողնել, որպեսզի ինչ որ հայերը որոշ չափով մնան, բայց խոսքը գնում է արդեն 500 միլիոն թուրք ադրբեջանցի այստեղ տեղափոխելու շուրջ։ Սա դատարկ խոսքեր չեն։ Մենք պետք է հասկանանք, ինչպես Ղարաբաղում մենք զգուշացնում ենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ խնդիրը լուծվելու է ի վնաս մեզ, եթե չլինեն այս կամ այն գործողությունները, եթե չլինի Արցախի Հանրապետության ազգային ժողովի դիմումը Ռուսաստանին, որպեսզի Արցախը ներգրավի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ։ Ինչի՞ չարեցին այդ քայլը։ Գիտեք, ինչ որտեղ ամեն մեկը մտածում էր իր մասին, ամեն մեկը մտածում էր բիզնեսի մասին, ամեն մեկը մտածում էր որ հենա դա մի ձևով կլուծվի էլի հարցը, այսպես ասած, հա, Փառք Աստծո, այսպես ասած։ Բայց Ռուսաստանը կարձագանք էր ըստ ձեզ։ Գիտեք ինչ, դա այլ հարց է։ Ռուս բնակչություն չկար։ Դա այլ հարց է, դա այլ հարց է։ Դրա համար աշխատանք է պետք է մենք պետք է շահագրենք Ռուսաստանին, որ նա արձագանքեր, հասկանաք, դա դու պետք է շահագրես քո այն պարտներին, որը դու սպասում ես, որ այդտեղից կարող է գալ օգնություն, հա, եթե դու տեսնում ես, որ քեզ գրավելու են, քեզ ոչնչացնելու են, դու պետք է գնաս, խնդրես, առաջարկես, լուծումներ, բացատրես, ցույց տաս նրանց օգուտը, աշխատանք է պետք կատարել, այդ աշխատանքը ոչ միայն չէր կատարում, ավելին շատ տեղերից մարդիկ շատ սթափեցնող կոչեր էին անում, որ այսպես երկար չի կարող շարունակվել, չի կարող օդում մնալ Արցախը եւ այն դեպքում, եթե չի կատարվում նոյեմբերի 9-ի 20 թվականի նոյեմբերի խաղաղության պլանը։ Այդ խաղաղության պայմանագիրը ըստ էության ստորագրված էր։ Հիմա չկա այդ պլանը փաստացի, հա։ Այդ խաղաղության պայմանագիրը դա նոյեմբերի 9-ի փաստաթուղթներ, որոնք անվանում են, չգիտեմ, կապիտուլյացիա եւ այլն, դա այո, մենք պարտվել ենք այդ խայտարակ պատերազմել չես կարող անվանել, մի խոսքով դա թեմա է, այո, Հայաստանը եւ հայ ժողովուրդը պարտվել ենք, մենք պետք է հասկանանք, բայց դա կապիտուլյացիա չէր, դա խաղաղության պլան էր, այդ խաղաղության պլանը, խաղաղության պայմանագիրը արդեն իսկ ստորագրված էր նոյեմբերի 9-ին, եւ այդ խաղաղության պայմանագիրը, եթե իրականացվեր քայլ առ քայլ, մենք արդեն կունենայինք խաղաղ վիճակ եւ կունենայինք նաեւ Արցախի այն մեծ հատվածը, որը մնացել էր որպես Արցախ։ Այսինքն ձեզ, պարոն Բաբուխանյան, օգոստոսի 8-ի, հա, այդ ստորագրած փաստաթուղթը եւ նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթերի տարբերություններն է, որ նա խաղաղության պլան էր 20 թվականի նոյեմբերի վերջո, իսկ
օգոստոսի 8-ին է ոնց կանվանեք ինչ հետաձգված պատերազմի պլան, որովհետև հետաձգված պատերազմի պլան, որովհետև պատերազմը լինելու է, ցավում եմ, բայց դու կարծում եք էլի է լինելու անպայման պատերազմը լինելու է, եթե Հայաստանը չձևավորի հստակ, պարզ, հասկանալի քաղաքականություն Ռուսաստանի ներկայացնելու համար, եւ եթե Հայաստանը չձևավորի Ռուսաստանի հետ այնպիսի դաշինք, այնպիսի միություն, որի ընթացքում Ռուսաստանը նաեւ ռազմական գործողություններով կարողանա պաշտպանել Հայաստանին, ապա շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը դուրս կգա դեպի Սևանալիճ եւ սահմանը կհանձնի ուրեմն Սևանալիճի ափով, իսկ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը կօկուպացնի։ Երբ դա կլինի, իհարկե ասել դժվար է, բայց մոտակա տարիներին այդ ծրագիրը դրված է Ադրբեջանի սեղանին, որպես ծրագիր։ Բացի այդ, դրանից հետո միաժամանակ ուրեմն կես միլիոն ադրբեջանցիներ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, հաշվի առնելով ադրբեջանցիների զարգացման աճի ուրեմն թվականակի տեմպերը, դեմոգրաֆիկ աճի մասին է խոսքը, եւ հաշվի առնելով հայերի դեմոգրաֆիկ աճի խոսքերը, եւ հաշվի առնելով հայերի արտահոսքի, արտագաղթի հանդեպ ուրեմն այսպիսի ուրեմն ցանկությունները մենք տեսնում ենք, որ հայերը սովետական միության քայքայվելուց հետո անընդհատ արտագաղթում են իրենց երկրից։ Դա բացատրում են դժվարություններով, պատերազմներով, չգիտեմ ինչերով, բայց բացատրություն չէ, որ կարևոր է։ Կարևորը այն է, որ մենք ունենք 4 միլիոն բնակչություն համարյա սովետական միության ժամանակ։ Դες կար այդքան 4 միլիոն։ Ուրեմն 1990 թվականին Հայաստանում ապրում էր 3 միլիոն 750 հազար մարդ։ Դա պաշտոնական թվեր են։ Եթե դու գումարեք դրանց այն փախստականներին, որոնք եկան Ադրբեջանից, ապա դա մոտավորապես 4 միլիոն եւ ավել բնակչություն կար Հայաստանում։ Հիմա մնացել է 2 միլիոն։ Օֆիցիալ 2 միլիոն 900 հազար, 900 հազարը Հայաստանում չէ, մնացել է 200 միլիոն, 200 միլիոնից էլ կեսը, 2 միլիոնից կեսը ունեն այլ քաղաքացիություն։ Ռուսաստանի, Ամերիկայի, Վրաստանի, եվրոպական երկրների քաղաքացիություն։ Սա է իրավիճակը, սա է իրականություն, եւ ով որ դրա դեմ խոսում է, հասկանում եք, դա կամա թե ակամա, մեկը հիմարությունից, մեկը անգրագիտությունից, մեկը վարչատրության դիմաց եւ այլն, բայց նրանք խոսում են հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, թուրք-ադրբեջանական միութենական պետության։ Եթե ռուսները, բելարուսները են ստեղծել միութենական պետություն, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես ստեղծել են միութենական պետություն, դա Շուշիի հռչակագրի ուրեմն մեջ ըստ էության ամեն ինչ նկարագրված է։ Ինչ է կարծում, հնարավոր է որ վերականգնվի սովետական միության նման մի միություն։ Կա նման դա Աստված տեսակետ։ Դա Աստված, որովհետեւ սովետական միությունում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի երկրորդ հանրապետությունը, սովետական սոցիալիստական հանրապետությունը որպես պետություն, որպես քաղաքական միավոր կարողացավ զարգացնել եւ ազգաբնակչություն ամենակարևորը։ Մենք մտանք սովետական միություն 800 հազար մարդով, դուրս եկանք սովետական միությունից 4 միլիոն մարդով։ Դրանից 32 տարվա մեջ 4-ը դարավ 2։ Դա ամեն ինչ ասում է։ Այդ թվերը ամեն ինչ ասում են։ Որտեղ էր ժողովրդին համար, որտեղ էր հայ ժողովրդի համար լավ, որ ֆորմացիաները լավ, որ պետությունները լավ, որ կարգերներ լավ, բայց դա հնարավոր տեսնում եք նման ֆորմատ հիմա այս նոր աշխարհում, նոր աշխարհակարգում, նոր տեխնոլոգիաների եւ բան, ասենք հարաբերությունների, արդյոք դա ռեալ է, թե իհարկե ռեալ է։ Ռեալ է, ոչ խոսքը իհարկե կարող հենց սովետական միություն չկոչվի, իհարկե, այսինքն կարգերը Դե իմ օրինակը Եվրասիական միություն, բայց դա տնտեսական միություն։ Դա տնտեսական է, կա ՀԱՊԿ, որը որ ռազմական միություն է, կա ԵԱՏՄ, որը տնտեսական միություն է։ Ուկրաինական պատերազմից հետո կսկսվեն աշխարհում շատ նոր process-ներ։ Այդ process-ները կլինեն
աշխարհի վերաֆորմատավորման process-ներ եւ այդ վերաֆորմատավորման մեջ, այսինքն բազմաբևեռ աշխարհ, նոր բևեռներ, այդ բևեռների ուրեմն հիմնական բևեռները կլինեն 3-ը, Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը, իրենց շուրջ կլինեն տարբեր երկրներ, որոնք այս կամ այն ձևով կհամագործակցեն այդ բևեռների հետ, եւ կլինեն ենթաբևեռներ, օրինակ Թուրքիան, որ այսօր ստեղծել է արդեն Օսմանյան կայսրության, այսպես ասած, համապատասխանող գաղափարախոսություն, որով հասել է արդեն մինչև Չինաստանի սահման, որով հասել է արդեն նրան, որ առնվազն 6 պետություններ, այդ պանթուրքիստական ծրագիրը Թուրանն է, այն Թուրանն է, որի դեմ Հայաստանը պետք է կարողանա գտնել բանալի, որովհետև այդ Թուրանը մեզ կլանի, այդ Թուրանը Հայաստանի շուրջ, միայն Հայաստանի շուրջ կանգնած է 1.300.000-անոց թուրքական բանակ, թուրք-ադրբեջանական բանակ, միայն Հայաստանի շուրջ, հասկանում եք, իրանց բանակը ավելի շատ է, քան մեզ բնակչությունը։ Հիմա եւ այդ բանակը ունի նպատակ, թուրքը միշտ մնալու է թուրք, պետք է դա հասկանալ, թուրքը միշտ ուզենալու է, որ Հայաստանը, հայը, որպես այդպեսին այստեղ գոյություն չունենա, քանի այստեղ կա հայ, քրիստոնեական բնակչություն, որը ունի պատմական հիշողություն, թե Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, թե բաց վերք Արցախի տեսքով, հյուսիսային Արցախի տեսքով, թուրքը միշտ ձգտելու է մեզ վերացնել եւ վերջի ուրեմն նայեք 1915 թվականից մինչև այսօր, հա 100 քանի տարվա ընթացքում մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, մենք կորցրեցինք հյուսիսային Արցախը, մենք կորցրեցինք մեր ստվար բնակչությունը դաշտային Արցախում, Դաշկեսան եւ այլն, դա հոց հայաբնակ տարածքներ էին, ել չասած Բաքուն եւ այլն։ Մենք կորցրեցինք մեր, ասենք, Արցախը արդեն, հա, այսինքն 100 տարվա ընթացքում, ընդհանուր 110 տարվա ընթացքում մեր բնակչությունը, հայ բնակչությունը, որը Պոլիսից միջև Բաքու, այսպես ստվար մի հատված զբաղեցնում էր, կամած եկավ կենտրոնացավ զուտ Նիկոլի ասած ռեալ Հայաստանում 28,000 քառակուսի ռեալ Հայաստանն է հաղթելու թե պատմական Հայաստանը հաջորդ ընտրություններին, որտեղ բան չի մնացել 26 թվականի ընտրություններին, նախ դուք ոնց եք պատկերացնում ձեր մասնակցությունը, ձեր կուսակցության, ձեր եւ ինչ եք կարծում։ Ի վերջո 3 ավարտվեց օրինակ վարշապատի ընտրությունները եւ մարդիկ ընտրեցին իրական Հայաստանը։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում, ինչ պետք է լինի, որ մարդիկ կրկին ընտրեն պատմական Հայաստանը։ Ուրեմն եւ ռեալ Հայաստանն է պարտվելու եւ գոյություն չունենալու։ Եվ պատմական Հայաստանը առավել եւս մնալու է պատմության գրքերի մեջ, դասագրքերի մեջ, եթե մենք շարունակենք այսպես։ Այսինքն ինչպես մենք կորցրեցինք Արցախի հանրապետությունը, այդպես էլ մի օր կկորցնենք Հայաստանի հանրապետությունը։ Ինչ անել։ Առաջի հերթին իշխանության պետք է գան այն մարդիկ, ովքեր ունեն ծրագիր։ Ինչպիսի ծրագիր։ Ծրագիրը, ել եմ ասում, օբյեկտիվորեն եւ պատմականորեն ապացուցված է, որ միայն Ռուսաստանի հետ Հայաստանը կարողացավ նախ վերածնվել, որտեղ միջև Ռուսաստանի գալը այստեղ Հայաստան չկար, հայ ժողովուրդը այստեղ փոքրամասնություն էր։ Այսինքն ոնց չկար։ Չկար Հայաստան, որտեղ էր Հայաստանը։ Հայաստանը վերջացավ, երբ որ գրավեց Անին։ Հետո մի քանի իշխանություններ մնացին, հետո այդ իշխանությունը մեկ վերակենդանանում էին, հետո նորից կորում էին, հետո մի ուրիշ տեղ նորից մի 20 տարով վերակենդանանում են, կորում են, Հայաստանի պետություն, Հայաստանի թագավորությունը, Հայաստանի թագավորությունը, այո, 11-րդ դարում կործանվեց։ Եվ չկար Հայաստան։ Օրինակ Վրաստանը կար, որպես պետություն, թագավորություն։ Մինչև 15-րդ դարի սկիզբ, երբ որ նա որպես թագավորություն մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Հայաստան չկար։ Ինչպես նաև չկար պատմական Հայաստանում հայերի մեծամասնություն։ Բնակչության մեծամասնություն չկար։ Այսինքն կամած հայերը դարձան իրենց իսկ սեփական հողի վրա
իրենց իսկ հայրենիքում փոքրամասնություն։ Եվ սա կատաստրոֆա էր։ Եվ մինչև Ռուսաստանի այստեղ չգալը, այսինքն չեկավ, չգրավեց այս տարածքները Պարսկաստանից, մի շարք տարածքներ Թուրքիայից, իր զորքերի, իր արյան գնով 250,000 զոհ է տվել Ռուսաստանը այստեղ, որպեսզի գա մեզ ազատագրի եւ մեզ հնարավորություն տա ստեղծել նախ սկզբից հայկական մարզը, սա առաջին, այսպես ասած, ինստիտուցիոնալ լուծումներ, որտեղ հայերը սկսեցին հավաքվել, հայտնի է, որ Պարսկաստանից վերադարձ եղավ, Թուրքիայից վերադարձ եղավ, հայերը սկսեցին արդեն դառնալ մեծամասնություն այստեղ, որից հետո եղավ Հայաստանի Հանրապետությունը արդեն սովետական, սոցիալիստական եւ այլն։ Այս ժամանակ մենք որպես ազգ վերակենդանացանք, վերադարձանք մեր արմատներին, ստեղծեցինք մեր քաղաքները, մեր գյուղերը, մենք դարձանք 4 միլիոնանոց ուժեղ արդյունաբերական պետություն։ Այսինքն սա է պատմական փորձը։ Հիմա եթե պատմական փորձը ունես, ինչ ես 26 ընտրություններ։ 26 ընտրությունները կլինեն, եթե այսպես շարունակվի, կլինեն երեկվա ընտրությունների կրկնողությունը։ Իդեպ դա շատ տարածված է արդեն այդ թեզը, որ մարդիկ ակնհայտ նայում են այդ նույն գնահատականը։ Մեկ ամիս առաջ ես հանդես եկա կոչով բոլոր կուսակցություններին, ովքեր դեմ են Նիկոլին, եկեք մի ցուցակի տակ ստորագրենք, մի ցուցակով գնանք ընտրությունների, մի ցուցակով գնանք պայքարի, անկախ նրանից, ով ինչպես է տեսնում ապագա զարգացումը։ Հարցը լուծենք 26 թվականի ընտրություններով հանդես գանք մի ցուցակով, լինի մի հատ Նիկոլ իր ընդդիմադիրներ։ Չէ, իր արբանյակներով, նմանակներով, իբր դա ընդդիմադիրով եւ լինի մի ցուցակ ընդդիմության։ Թողնենք մի կողմ մեր բոլոր, այսպես ասած, տարաձայնությունները։ Ես չեմ սիրում Պողոսին, Պետրոսին, Կիրակոսին, ինչ չի սիրում եւ այլն։ Դա թողնենք մի կողմ եւ ասենք, որ կա մի ընդհանուր ցուցակ այն մարդկանց, ովքեր համարում են, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը Հայաստանի համար կործանարար է։ Եվ ինչ եղավ։ Եվ եղավ այն, ինչ որ տեսակ գնացին էլի 8 կուսակցություն, խայտարակ եղան ընդհանուր առմամբ, բոլորն էլ իրար հետ վերցրած, ինչու, որովհետեւ առաջինը չկա միասնություն, երկրորդը չկա գաղափարախոսություն։ Ես քաղաքականությամբ զբաղվում 35 տարի, ես չգիտեմ այդ Նիկոլի գաղափարախոսությունը ես գիտեմ։ Շատ բաց բայց այդ գաղափարախոսությունները չգիտեմ։ Նիկոլն ինչ ասում։ Նիկոլը ասում է ժողովուրդ, որպեսզի չլինի պատերազմ, ինչ մեզնից ուզում են տանք։ Ինչ ուզում են հրաժարվենք ամեն ինչից, տանք ամեն ինչ, մենակ չլինի պատերազմ։ Շատ հասկանալի գաղափարախոսություն է։ Եվ ժողովրդի 25%-ը կոնկրետ Էջմիածնի ընտրություններով 25%-ը գնաց Նիկոլին ձայն տվեց։ 25, չէ, շատ։ Չէ, ժողովրդի ես ասում, ընտրողների 45%-ն է մասնակցել, նա վերցրել այդ 45-ի 50%-ը, ես կոպիտ ասած 25%-ը, 1/4-ը մեր ժողովրդի ասում է համաձայն եմ ամեն ինչ տալ, ամեն ինչից հրաժարվել, միայն թե թուրքերը մեզ չգան մորթեն։ Այդ 25% այդպես է մտածում։ Այն 75% այդպես չի մտածում։ Այն 75%-ից 50%-ը չի գալիս ընտրություններին։ Ինչու՞։ Որտեղ չգիտի։ Օրինակ ես լինեի Էջմիածնի տարածքում գրանցված անձնավորություն, որ պետք է ես չէի գնա ընտրությունների։ Ես չգիտեմ, ում քվեարկես։ Ցավոք մեր հաղորդումը ավարտվում է, պարոն Բաբուխանյան, վերջի կարճ հարցը կտամ եւ ավարտենք մեր այսօրվա հետաքրքիր զրույցը։ Ինչ է կանխատեսում Հայաստանի համար առաջիկա 5 տարում։ Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա 5 տարուց հետո Հայաստանի Հանրապետություն չի լինելու։ Այս վատ նոտայով ցավոք ավարտենք մեր այսօրվա քննարկումը, ձեզ մաղթում եմ հաջողություն, եկեք մի քիչ ավելի լավատես լինենք, որ լավ է լինելու։ Հարգելի հետևորդներ, առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել Եվրոմեդիա 24 ալիքին, հետևել մեր հաղորդումներին, քննարկումներին եւ վերլուծություններին։ Իսկ մենք կհանդիպենք այսօրվա մեր հյուրն էր Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը։